Ողջույն, ես Մարիա Լիսիցյանն եմ, Օհանյան կրթահամալիրի ինֆորմատիկայի ուսուցչուհին։ Ես հանդիսանում եմ նաև Microsoft նորարար փորձագետ ուսուցչուհի և Itwinning-ի հայաստանյան դեսպան։ Ներկայացնում եմ ապահով համացանց դասը։ Ապահով համացանց դասի նպատակներն են. թվային դարում դաստիարակել պատասխանատու էլեկտրոնային քաղաքացիներ, աշակերտներին սովորեցնել անվտանգ օգտվել համացանցից, ինֆորմացիայի բազմազանության մեջ անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու կարողությունների ձևավորում, համացանցում էթիկայի կանոնների մշակում և պահպանում, թիմում աշխատելու կարողությունների ձևավորում և զարգացում, բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը տարբեր առցանց գործիքների մասին, դրանք անվտանգ օգտագործելու հմտությունների ձևավորում և զարգացում, աշակերտների քննադատական մտածողության զարգացում, հետազոտական հմտությունների ձևավորում և զարգացում, ստեղծագործական կարողությունների և երևակայության զարգացում, արդյունավետ համագործակցություն կազմակերպելու և իրականացնելու հմտությունների ձևավորում և զարգացում։ Դասի իրականացման ժամանակ ապահովել են հետևյալ միջառարկայական կապերը. ինֆորմատիկա, հայոց լեզու, անգլերեն, պատմություն, մեդիա կրթություն։ Դասի ընթացքը։ Մաս առաջին։ Աշակերտներին հանձնարարվում է լուծել հետևյալ ռեբուսը։ Այն աշակերտը, ով առաջինը կտա ռեբուսի ճիշտ պատասխանը, կստանա հաշվետար լինելու իրավունք։ Դասարանը բաժանվում է 3 խմբի հետևյալ սկզբունքով։ Պարկի միջից յուրաքանչյուր աշակերտ հանում է 1 քարտ, որի վրա պատկերված են Google Chrome, Mozilla Firefox կամ Safari զննարկիչներից մեկը։ Տրվում է տեղեկություն զննարկիչների վերաբերյալ, ապա աշակերտները նստում են 3 խմբերով։ Աշակերտներին տրամադրվում են նաև քարտեր հետևյալ պայմանական նշանակությամբ. վստահ չեմ, կան հարցեր և ցանկանում եմ փորձել։ Այն դեպքում, երբ աշակերտները համակարծիք չեն այլ խմբում հնչած կարծիքներին, ապա նրանք բարձրացնում են վստահ չեմ քարտը։ Եթե ունեն հարցեր, բարձրացնում են կան հարցեր քարտը, և եթե որևէ բան ցանկանում են փորձել կամ առաջ են քաշում իրենց վարկածը, ապա բարձրացնում են ցանկանում են փորձել քարտը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է աշակերտներին միավոր շնիկի տեսքով։ Երեխաները խաղում են այո կամ ոչ։ Ամեն խմբից պատասխանում է 1 աշակերտ այո կամ ոչ։ Եթե մյուս խմբերից կան հակառակ կարծիքներ, ապա բարձրացնում են համապատասխան թերթը և հայտնում իրենց կարծիքը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար աշակերտներին տրվում է 1 շնիկ միավոր։ Ինչ նպատակով կարելի է օգտագործել համացանցը։ Խաղալու, շփվելու, ընկերներին վախեցնելու, անձնական տվյալների փոխանցման, տեղեկատվություն ստանալու, նոր ընկերներ ձեռք բերելու, կարդալու, նկարներ հրապարակելու և դիտելու համար, տեսանյութեր ներբեռնելու առանց հեղինակային թույլտվության, կայքեր կամ բլոգեր վարելու համար, ծածկագրեր նայելուց տրամադրելու համար։ Կատարվում է քննարկում։ Աշակերտներին տրամադրվում են անհատական հարցաթերթիկներ լրացնելու համար և 5 րոպե ժամանակ։ Համացանցում ես, սոցիալական կայքերում ես ունեմ-չունեմ հաշիվներ, ընդգծում են ճիշտ պատասխանը, համացանցում ես անց եմ կացնում որքան րոպե, դասերի համար ես համացանցը օգտագործում եմ որքան րոպե, ես տրամադրում եմ անձնական տեղեկատվություն օտար անձ անուններին, այո կամ ոչ ընդգծում են իրենց պատասխանը, իմ ծնողները վերահսկում են իմ գործունեությունը համացանցում, այո կամ ոչ ընդգծում են իրենց պատասխանը։ Կատարվում է պատասխանների քննարկում և ուսումնասիրում։ Դասի ընթացքը։ Մաս երկրորդ։ Դասի այս հատվածում աշակերտներն ուսումնասիրում են վտանգները համացանցում։ Վնասակիր ծրագրեր։ Վնասակիր ծրագրերի դասին են պատկանում վիրուսները, լրտես ծրագրերը, անցակալի գովազդային հոլովակները և վնասակիր այլ կոդերի տեսակները։ Աշակերտները փորձում են գտնել լուծումներ, թե ինչ անել, որպեսզի զերծ մնան վնասակիր ծրագրերից։ Այն խումբը, ով առաջինը և ճիշտ կպատասխանի, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել վնասակիր ծրագրերից զերծ մնալու համար,
իր խմբից կընտրի որևէ աշակերտի, որը հանդես կգա աշակերտ-վիրուսակիր ծրագրի դերում։ Աշակերտներն ուսումնասիրում են սպամ կամ փոստաղբը։ Սպամը կամ փոստաղբը անցանկալի էլեկտրոնային նամակներ են, որոնք պարունակում են գովազդային նյութեր։ Աշակերտները կքննարկեն խմբերում, թե ինչ պետք է անել, որպեսզի զերծ մնան այդպիսի նամակներից։ Այն խումբը, ով առաջինը և ճիշտ կպատասխանի, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել փոստաղբից զերծ մնալու համար, իր խմբից կընտրի որևէ աշակերտի, որը հանդես կգա սպամ աշակերտի դերում։ Այդ աշակերտը իր խմբի հետ միասին կստանա 1 շնիկ միավոր։ Կիբերհանցագործության ուսումնասիրում։ Կիբերհանցագործության նպատակն է օգտագործողներին խաբելը, անհատական տվյալների գողությունը, որը կարող է հանգեցնել այն բանին, որ հաքերը կստանա հասանելիություն ձեր տվյալներին անօրինական ճանապարհով, կօգտագործի ձեր անձնական տվյալները օգուտ ստանալու նպատակով։ Խմբերը քննարկում են, թե ինչ անել, որպեսզի զերծ մնան կիբերհանցագործությունից։ Այն խումբը, ով առաջինը և ճիշտ կպատասխանի, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել կիբերհանցագործությունից զերծ մնալու համար, իր խմբից կընտրի որևէ աշակերտի, որը հանդես կգա կիբերհանցագործ աշակերտի դերում։ Այդ թիմը կստանա 1 շնիկ միավոր։ Արդյունքում մենք ունենանք սպամ, կիբերհանցագործ, վիրուսակիր ծրագիր աշակերտներից կազմված թիմ։ Դասի ընթացքը։ Մաս 3։ Դասի այս հատվածում աշակերտներին հանձնարարվում է գրել 3 նամակ։ Աշակերտ սպամի համար պետք է գրվի այնպիսի գովազդային գայթակղիչ հայտարարություն, որի ընթերցողը կցանկանա անցնել նամակում նշված հղումով, ինչի հետևանքով կխափանվի համակարգչի աշխատանքը։ Աշակերտ կիբերհանցագործի համար պետք է գրվի այնպիսի առաջարկ, որի ընթերցողը կհայտնի իր անձնական տվյալները, ինչպես նաև բանկային հաշվեհամարը։ Աշակերտ վիրուսակիր ծրագրի համար պետք է գրվի այնպիսի առաջարկ, որի ընթերցողը կներբեռնի ծրագիրը, ինչի հետևանքով համակարգիչը կվարակվի։ Նամակներով հանդերձ աշակերտներն այցելում են իրենց ընկերներին 6-րդ դասարանի սաներին։ Պատրաստի նամակներով աշակերտները կատարում են այլ դասարաններ, նշելով, թե ով են նրանք՝ աշակերտ սպամ, աշակերտ կիբերհանցագործ, աշակերտ վիրուսակիր ծրագիր։ Եթե հյուրընկալող դասարանը բացում է նամակը, ապա այն վարակվում է։ Վարակողը պետք է տա լուծումներ, օգնի ազատվել վարակից, ինչպես նաև հետագա վարակումներից։ Դաս վարելուց հետո աշակերտները պատասխանում են կարգապահության կանոնները համացանցում հարցերին։ Կարգապահության կանոնները համացանցում։ Անհրաժեշտ է ընտրել ճիշտ տարբերակները։ Այցելեք կայքեր, որոնք համապատասխանում են ձեր տարիքին։ Մի հաղորդեք ավելորդ տեղեկատվություն։ Հաղորդեք ձեր անձնական տվյալները, տան հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, ծածկագրերը, հեռախոսահամարները։ Խուսափեք վիրտուալ վիրավորանքներից։ Ուսումնասիրեք բոլոր նամակներն ու հղումները։ Առանց մեծերի հսկողության հանդիպեք այն մարդկանց հետ, ում հետ նոր եք ծանոթացել համացանցում։ Մի վստահեք անծանոթ մարդկանց և հարգեք հեղինակային իրավունքները։ Կատարվում է հետադարձ կապի ապահովում։ Սովորեցի, հետաքրքիր էր իմանալ, դժվար էր, ամենից շատ ինձ դուր եկավ։ Դասի այս փուլում կատարվում է նաև միավորների հաշվարկում, որն իրականացնում է հաշվետարը և ներկայացնում ուսուցչին։ Առավելագույն միավորներ հավաքած թիմը համարվում է հաղթող թիմ։ Որպես վերջնարդյունք, աշակերտները կարողանում են անվտանգ օգտվել համացանցից, համագործակցել, աշխատել խմբերով, կատարել հետազոտական աշխատանք, ինֆորմացիայի հսկայական հոսքում գտնել անհրաժեշտը, իրենց փորձը փոխանցել ընկերներին, օգտվել առցանց մեդիա գործիքներից, կատարել վերլուծություններ, կատարել հետազոտական աշխատանք, տեղ հասցնել ասելիքը։ Համացանցում ոչ պատշաճ կամ կասկածելի բովանդակության հանդիպելիս
Ահազանգեք շուրջօրյա թեժգից ծառայությանը, հեռախոս 060 272 212։ Հետգրություն, մշտապես հիշեք, ով իրազեկված է, նա պաշտպանված է։